որպես հայ կուզենայի Սասունցի Դավթին մարզեի։ Ասենք Բեթմենին ասես, Բեթմենին ինչ բարած։ Դեք վարաբեն ժիմանել կտայի։ Preset կարով։ Սաղ այսպես մի կողմ են նայում։ Ուր են նայում, չգիտես։ Կանելուի զույգը էլ ասում է գանարարը չեն տվել տղու։ Չեն տվել։ Չէ, չեն տվել։ Այտենց քցեն մարդ։ Ջոգում ես։ Պետք է վերցներ այդ 2 միլիոնը, ոտ այդար Կուբա։ Կուբա նախագահի պես կապրեր։ Իսանդրիս են ուզում դրել, բայց հələ շուտ է։ 8 ռաունդ սպարինգ եմ արեք ու նենց տղու հետ, որ այդ տղեն բոլորի համար խնդրեմ է։ Այդ գրվածը միշտ չի որ ճիշտն է։ Հա, լիքը մարդու համար ճիշտ է կամ է սխալ է, բայց ամեն մարդ ինքը պետք է հասկանա իրան ինչա պետք։ Բարև ձեզ, նորից մենք ենք եթերում 12 Rounds podcast-ը, ձեզ հետ մեհրաշք մարդ Գորնա Երիցյան եւ ես Նարեկ Աբգարյան։ Ողջույններս։ Ինչից ենք խոսում եղբայրս։ Ես կառաջարկեմ, այսօր вообще ես ինչ եմ մտածում, որ հեսա մենամարտից ալնելու, դեմ 25 օր մնաց մենամարտից։ Մտածում էի մի քիչ խոսայինք, սենց փակագծերը բացեինք այդ training camp-ի մասին, այդ պատգատովկի էլի, ոնց ես պատրաստվում, ինչքան ժամանակում ես պատրաստվում, ինչ ձև ես պատրաստվում, այդ ցիկլը պարապմունքների, սպարինգների, ընդհանուր մի հատ մանրամասներ։ Հա, կարանք հիմա պատմելուդ հետ զուգահեռ համեմատականներ տանենք, սիրողական, պրոֆեսիոնալ տարբերություններ մարդիկ հասկանան։ Օրինակ հիմա ինչ փուլում ես։ Դե հիմա արդեն մնացել է 25 օր, 26 օր մենամարտին, հիմա սպարինգների մեջ եմ, արդեն մոտ երևի ամիս 10 օր սպարինգներ եմ անում, վերջի մենամարտից առաջ ամիս մի 40 օր սպարինգներ եմ անում, սպարինգները շաբաթը 3 օր, մոտավոր, եթե անում ես օրինակ, չգիտեմ, 10 ռաունդ մենամարտ ես անում, մոտավոր մի 120 ռաունդ մինիմումը պետք է հավաքես։ 120, 130, շատ էլ պետք չի, բայց քիչ էլ պետք չի, էլի, պետք է միշտ այդ միջինը ունես, որ լավ մարզավիճակի մեջ լինես, այսինքն այդ սպարինգներից մեծ բան է կախված մենամարտին ոնց կզգաս, էլի, ճիշտ քանակով ռաունդներ անելուց։ Հիմա գիտես ինչն է հետաքրքիր համել նաև այդ ֆիզիկական աշխատանքը մի հատ էլ բացատրի։ Օրինակ մի ամիս առաջ ուրիշ չէ աշխատանք էր տանում, հիմա լրիվ ուրիշ աշխատանք ես տանում, կարող է եւ արդեն չես տանում, մի հատ դրանից խոսայդի ոնց է։ 2 ամիս առաջ вообще սկսվում է, գիտես, շրջանը, այսինքն մենամարտը ունես, օրինակ ասեցին հունիսի 21, այդ դրանից 2 ամիս առաջ ես սկսում եմ պատրաստվել մենամարտին։ Այսինքն սկսում է քեմպը։ Սկզբի մի ամիսը մոտ մի 20 օր, 25 օրը անում եմ ծանր ֆիզիկական։ Այսինքն մեծ քաշերով ու ավելի, չգիտեմ, երկար, հիմնական ոնց որ շեշտը դրվում է ֆիզիկական աշխատանքի վրա քեմփի ժամանակ։ Դրանից հետո արդեն մնում է 40 օր, արդեն սկսում է սպարինգները, արդեն այդ ծանրությունները մի քիչ գնում են հետին պլան, գալիս է ավելի արագաուժային, այսինքն դու էլի վարժություններ ես անում, էլի ֆիզիկական աշխատանք ես անում, բայց արդեն ոնց որ հիմքը քաշը չի, արդեն մեծ քաշի չի նպատակ, արդեն պետք է էլի քաշով ես անում, բայց անում ես պայթուցիկ, անում ես արագաուժային, ընդհանուր այդ ամեն ինչը մինչև ֆիզիկական աշխատանքը տևում է մինչև ֆայթից մի շաբաթ առաջ։ Հասկացա՞, այսինքն երբ սպարինգները վերջացավ։ Իսկ այդ մի շաբաթը արդեն վերջի մի շաբաթը արդեն քաշ ես իջնում։ Հա, լրիվ վերջի մի շաբաթը մենակ աշխատանքը երևի այտենց հատուկ բանը չենք անում։ Ոչ մի բան, արագություն, ռեակցիա, որ full բերես մարզավիճակի մեջ է։ Դա մեծ կիլոգրամներ ես իջնում, չես կարա դու այդ քաշ իջնելու շրջանում պարապեսել։ Կարծեմ մի քանի ոդկաստ առաջ այդ բանի մասին էլ էին, քաշ գցելու մասին էլ էին գրել, մի քիչ տղեկ ջան ավելի մանրամասնեք, օրինակ մենք գիտենք ոնց ենք իջնում, էլի, քաշ գցելը մեր մոտ նույնն է ու շատերի մոտ հենց այտենց էլ իջնում են ոնց որ մենք։ Ոնց է, ասենք, սիրողական բոքսերը ոնց է իջնում ու պրոֆեսիոնալ բոքսերը ոնց է իջնում, թեկուզ եւ Ամերիկայում
Իմ մոտ օրինակ ես ինձ օրինակ բերեմ, իմ մոտ եղել է ավելի դժվար սիրողականում, որովհետև այդ նույն մեթոդով, որը մի քանի անգամ արդեն խոսացել ենք հաղորդումների ընթացքում, այդ մեր մեթոդով ջրով իջնելը, դու սիրողականում հա էլի իջնում ես այդ քաշը։ Ուղղակի տարբերությունը սիրողականի ու պրոֆեսիոնալի այն է, նրանում է կայանում, որ պրոֆեսիոնալում եթե դու իջար այդ քաշը, կարող ես արդեն միանգամից վերականգնես, լցնես տեղը, մյուս օրը ֆայթ անես, բայց սիրողականում չես կարա։ Չես կարա, մի քիչ բարձրացնում ես, ստոպ ես տալի, որտեղ հաջորդ օրը կարաս ունենաս էլի կշերք, դրանից մի օր հետո էլ կարաս ունենաս կշերք։ Դրանով բարթանում է մի քիչ իմ համար, բարթանում էր, որովհետև ես միշտ շատ եմ քաշիչել։ Շատ բարդ բան է։ Հա, շատ եմ քաշիչել միշտ ու այդ սիրողականում չի հասցնում լավ վերականգնվեի, հասկանում ես, այդ իջնել ու հելնելը ոնց որ sense չի հասցնում վերականգնվեի։ Բայց պրոֆեսիոնալում մոտ այս անցած մենամարտին 20 pound մոտ քաշ էի հավաքել մի օրվա ընթացքում, դա գալիս է մոտ 8.5 կիլո երևի, մոտ աուր այդքան քաշ էի հավաքել ու էլ ոնց որ այդ քաշ իջած վիճակը քեզ չի նեղում, էլի մենամարտի ժամանակ արդեն վերականգնված ուժեղ ես քեզ զգում, ավելի արագ, ավելի թարմ ու լրիվ sense գալին գնում է տեղը ամեն ինչը, էլի։ Դրա համար հիմա ես մենամարտին հիմա նա 25 օր ամրացել, բայց ես հələ ոչ մի բան չեմ պահում։ Այսինքն հա, վատ բաներ չեմ ուտում, վատ ասվածը դե չէ, ասա որ պահում ես մենակ ժամայինը միշտ պահում եմ, հաց ուտել։ Բնականաբար միշտ ժամայինը պահում եմ, բայց չեմ շատ տենց սահմաններն անցնում, էլի, օրինակ չեմ ուտի կյանքում բուրգեր հիմա, փորձում եմ ճիշտ ուտեմ, բայց ուտում եմ, սոված չեմ մնում հաստատ, ծարավի մասին դեռ խոսք չկա, ամեն ինչը նորմալ գնում է մինչև վերջի շաբաթը։ Ինձ թվում է այս շրջանում ավելի ոնց որ առաջնային բանը այն է, որ այդ ժամային գրաֆիկը պահվի, այսինքն հաց ուտելուց մինչև մյուս հաց ուտելը ոչ մի բան օրգանիզմը չմտնի, որ վառի օրգանիզմը իր գործը անի։ Որ այս փուլում այս ժամանակ այտենց եմ միշտ ես պահել, էլի։ Ես էլ եմ տենց անում, որտեղ այդ ավելորդ մի բանը խանգարում ոնց որ sense ռիթմից գցի քեզ։ Այդ միացած չգիտեմ, դաժե մի կտոր մի բան գցեցիր բերանդ միրգա կամ կապ չունի։ Այդ ժամից այդ ժամտի մաքուր մնաս, էլի։ Вообще չուտես, խմել ինչքան ուզում ես խմի։ Գոր, ես այս փուլում, որ արդեն մնացել էր մի քանի շաբաթ, 3-4 շաբաթ, կարելի ասել շատ բան էի ուտում։ Դաժե այն ինչ որ պետք չի ուտել, ուտում էի, բայց հստակ ժամայինը պահում էի ու вообще խնդիր չունեի քաշ գցելու հետ։ Ամեն օրվա վրա, ասենք, իջնում էր քաշս։ Դե բնականաբար ջրով, մեկ էլ որ ասեցիր սիրողականում շատ դժվար էր, ես հիշում եմ, որ սիրողականում նույնիսկ որ ճիշտ ձևով էինք քաշի իջնում ջրի միջոցով բան, իմ համար շատ դժվար էր այն, որ պետք է, ասենք, կշռվեի, հետո պահեի 2 օր կամ մի օր հետո էլի կշռվեի։ Այդ շատ վատ բան է։ Դա էր իմ համար դժվար։ Այդ պահներ, այդ փուլներ իմ համար դժվար, որ պետք է ամեն օր սենց ֆիքսված 100-200 գրամը ուտես, պահես, այդ էր իմ համար դժվար։ Թե չէ ես հեշտ իջնում էի, միշտ հեշտ եմ իջել։ Հա հիմա ես է նայի, ասենք չեմ вообще չեմ նեղվում։ Վերջի միշտ էս քանի մենամարտը արդեն վերջի ապա մի քանի օրը, երբ որ արդեն ջուրը լրիվ են որ սենց շատ մինիմալի է հասնում, այդ ժամանակ հա միանգամից սենց զգացնել է տալի, միանգամից են որ սենց շատ եմ հյուծվում, թուլանում եմ, ահա որ, են որ հիմնական սաղորը պարկած, ոչ մի ավելորդ բառ չեմ խոսում, էներգիա չգնա, չգիտեմ։ Ու այդ վերջի մի շաբաթն է մի քիչ սենց շատ ծանր, բայց մնացածը, ասենք սենց ոնց որ հիմա ես ապրում եմ 25 օր մնացել, սենց կարամ սաղ կյանքս ապրեմ։ Հասկացա՞ր, ինձ չեմ զրկում ես ամենավերջանից։ Ուրիշ հարց է հետաքրքրում ինձ։ Ոնց ես մտածում ընդհանրապես էլի, ասենք մենք գիտենք, չէ, որ շատ բան են օգտագործում պրոֆեսիոնալները, բոքսերները։ Ասենք շատ վիտամին, տեղ չթույլատրված բաներ են օգտագործում, ոնց ես մտածում, այս աշխատանքի մեջ պետք է վիտամինը օգտագործելը ի՞նչ է պետք ընդհանրապես։ Ապա ես գիտես, մենք այսինքն խեմ ես ասում, կյանքում չենք խմել։ Ինչ sense մտել եմ հիմա այսքանի 6-7 մենամարտ է։ Ունեմ տենց մի քանի վիտամիններ, որ դրանք միշտ պահում եմ։ Էլի դրանք մինիմալ բաներ են նար։
Դրանք այն բանը չի, որ պետքա խմես ու քեզ լավ զգաս, էլի, բայց գոնե օգնում է, ասենք, չգիտեմ, լավ վերականգնվելուդ, օգնում է մի քիչ նորմալ քնելուդ։ Տենց բաներ ա գոնե օգնում, որ ավելորդ ոնց որ տանջանք չլինի քո համար։ Բայց ինչը վերաբերվում է այդ ավելորդ բաներին, որ մարդիկ օգտագործում են, 90%-ը օգտագործում է։ 90%-ը։ Ինչ որ չափի մեջ, հա, չեմ ասում ես իմ ինչեր են անում, բայց այդ դոպինգ ասվածը, որ կա, որ չգիտեմ, չթույլատրվող բաներ, դա անում են, հաստատ գիտեմ անում են։ Կլինի սիստեմայի միջոցով, կլինի, չգիտեմ, դեղեր ճիշտ մաքրվում են վերջում, որ խնդրեմ չտա։ Այն օրը 2 օր առաջ email էր եկել ինձ, սպոնսորշիփի առաջարկ էր, որ ուզում են հետս աշխատեն, էլի վիտամինների կամպանի է, ինչ որ կազմակերպություն է։ Ասում է ես քեզ ուղարկեմ 12 տարբեր վիտամիններ քո բոյին պատրաստվելու համար, դու մեզ ռեկլամ արա, այս կոմ սենց, նայեցի ճիշտ ասած մի քիչ տենց անհայտ ֆիրմա էր, շատ տենց, որ ասենք սնակ չէր, էլի, տենց մի քիչ բաներ, էլ չպատասխանեցի։ Բայց ուզում ասեմ, այդ կամպանիները այնքան են աշխատում սպորտսմենների հետ, որ գիտեմ որ դա առաջի ոնց որ խնդիր է, էլի հասկացար, իրանք արդեն պատկերացում ունեն ինչ պետքա քեզ առաջարկեն, ինչ պետքա ուղարկեն, ինչի մասին, ինքը ամեն ինչի գիտեն որ դու բան ես, կլենտ ես, էլի։ Հա, էլի, պալյուբոմը վերցնելուց եթե չունես ուրիշ հետ աշխատելու տարբերակը։ Ինձ օրինակ wild card-ը ջիմը տալիս է մեր վիտամինները Պետրոն, մեր մարզիչը ֆիզիկականի բան անում, գրում է, ինչա ոնց է, ուղարկում է, վերցնում եմ դրանք օրինակ BCA-ա, չգիտեմ, վիտամինների կոմպլեքս է, վերականգնող, մագնի, կալցի, տարբեր, ոչ ոք sense բաներ է, որը որ օրգանիզմդ գոնե պահում է նորմայի մեջ։ Ամեն օր քրտինքի միջոցով որ դուրս է գալի, ամենաշատը մագնեզիումն է, եթե մարդ հոգնածություն է մարդու մոտ առաջանում, մանավանդ սպորտսմենների մոտ, որ հոգնածություն է առաջանում, չեն հասցնում վերականգնեն, առաջի բանը, որ առաջի վիտամինը մագնեզի կալցին է։ Էդի այն ամենա փոքր բանն է, ոնց որ դու օգտագործում ես, էդի ամենա այն մինիմալ, դրա համար եմ ասում, մինիմալ բաներ է, որ գոնե առողջությունը, սենց տեղում են այդ գոնե կարողանաս վերականգնես հաջորդ օրվա մարզմանը։ Հա, կարողանաս քեզ լավ զգաս։ Այդ է, բայց մարդիկ կան, ես հիմա մեր ջիմում մարդիկ կան, ես որ 1000+ վստահ եմ, որ լավ, դաժե եթե արգելված չէ, իրանք այն մակարդակի բաներ են խմում օրենքի մեջ, որը որ բոլորին հասանելի չի միանշանակ։ Որտեվ ապեր անհնար է քո աչքերի դիմաց մարդը մի տարի լրիվ ուրիշ ձև լինի, կազմված գիրա։ Մի տարի հետո ասենք մեկը ջոգես բույվլ։ Ջիլում տենց։ Այդքի մենք էս 10 տարիար նույն ձև ենք։ Ոչ մի բան չի փոխվում։ Էդի ասեցիր հիշա։ Ոչ մեկ էլ չէր բողոքվում, չէ՞, մերպես ասենք ուսս ցավում, ձեռս ցավում, արմունկս ցավում, սաղի նվրոցի չի ցավում, չէ՞։ Ոչ մեկին չէր ցավում, սաղ նորմալ վիճակում էին, մենակ մենք էինք ինվալիդ։ Ես հիմա գնում եմ սպարինգի, ես այդ հասկանում եմ, որ ինձ պետք է այդ սպարինգը պիտի անեմ, չէ՞։ Հա, բնականաբար, եթե տենց վիճակա մոտս հիմա ասենք արմունկներս ցավում է, մի քիչ շատ զգուշ եմ։ Մարդ կա գալիս ասում է, ջանս մի քիչ բռնված է, ես սպարինգ չեմ անում։ Ուզեն զարմանում եմ ուրա։ Ես իմ մտքի մեջ չի է տեղավորվի էդի, չեմ կարող մտածեմ, որ ջանս բռնված է, կարամ այսօր սպարինգ չեմ մտածի պրոստը, հասկացա։ Էդի էլի եկանք այն նախորդ պոդքասթին, որ մենտալիտետի հարցը։ Հա, չէ, ուզում ասեմ, դա իմ համար ոնց որ sense ես իմիջ չի։ Իմ համար կան այնց բաներ, խնդիրներ, որ չեմ կարող շարժվեմ, այդ դրա մասին եմ մի քիչ մտածում, կարող է այսօր չանեմ։ Բայց մարդ կա, այսինքն ճիշտ է ինա հավատա։ Ճիշտ է դա, որ իր մարմինը բռնված է, ինքս ասում ինչ եմ բռնված մտնեմ սպարինգ անեմ։ Հովանեսյան ազատ ասում էր, ձեռները տղեկ ցավում եմ, սպարինգ մի արեք, մի օր արեք։ Չէ, ասում ենք, եթում ենք, ոչ բոյ ունենք, ոչ բան ունենք, դեմներս դրած, գալիս էին մի անգամից սպարինգ կանես, հա, ոնց չէ։ Չես էլ մանանում, որ ասես արմունկս ցավում է, ուսս ցավում է կամ մեջքս ցավում է։ Հա, ուրբաթ օրը։ Ապա ձեռս գիտես ոնց է, չեմ կարող խփեմ աջ ձեռով։ 8 ռաունդ սպարինգ եմ արեք ու նենց տղու հետ, որ այդ տղեն բոլորի համար խնդրեմ է լուրջ էլի։ Ասենք որ գալացող Մեքսիկ, որ սենց կյանքը տուտում է էլի, ու չի հոգնում բացարձակ, մինչև վերջ գալիս է։
Ապա ցենք մարդու կենտրոնացումը ինչ կարա էլի փոխ, որ 2-0-ով հանգիստ անում եմ, ավելի վատ կարող անեի, քան որ մի 0-ով էի։ Իսկ նենց է ինձ կենտրոնացել, որ ես շատ ուշադիր դինեմ աջ ձեռիս, ապա ձախ ձեռով այնքան ֆրացի խփեցի, արա մի հատ չհոգնա։ Այ տենց խփեցի, բոյից հետո հելներ ասում գլուխս ֆրաց էդ ինչ է իրանում, ասում չէի կարող բռնեի։ Հասկանում ես, մարդը ոնց կարա կենտրոնանա ու ասենք տենց էֆեկտ ստանա, էլի դրանից։ Նշանակում է լավ մտնում ես մարզավիճակի մեջ, շատ կարևոր է, բայց հիմա այդ սպարինգների ժամանակ էլի չվնասվեն, ցավացնես, մի հատ հետ չէ թա բանը լինի, թե չէ, դա շատ վատ կանդրադառնա։ Հաճո, բան կոնտակտ չեմ տալի, որ ասենք մարդը եւ որ գիտեմ, որ կարամ նենց անեմ ինձ չխփի, օրինակ, չեմ գնում իրա ոնց որ բանին կանգնեմ, ինչա շատ բոքսը խփեմ կամ կռիվ անեմ կամ ստանամ, խփեմ ջոգնես, вообще չեմ անում, մաքուր, մաքսիմալ մաքուր եմ մնում, որ ավելորդ մեկը չբրթի ձեռս կամ չքաշի, որ պրոբլեմ չտա, էլի։ Ու ջիմում է գիտեն, Ֆրեդին է գիտի, մնացած մարզիչներն է գիտեն, էլ բան չկա ոնց որ ասեն քիչս նորմալ ոնց որ կռիվ անում բան, գիտեն որ պետք չի ինձ կռիվ անել հիմա։ Պետք է խելացի պրոստը այս մի 9-ած սպարա մնացե որ անեմ 3 շաբաթ մաքուր անցնեմ առանց վնասվածքի, առանց բանի աստված առաջ ու այս բոյնի անցնենք հասկանանք ոնց ենք լուծում խնդիրները էլի։ Շատ լավ։ Այս բանի մասին է ուզում խոսայի համել այսօր Կանելոյի վերջի ֆայթի մասին չխոսացինք, ուզում եմ մի քիչ խոսայի, որովհետև շատ բոքսի մասնագետներ խոսացին, քննադատեցին այդ ֆայթը, մեկը Էդի Հըրնը ասաց, որ կարող է տեսած ելնես, ասաց ընդհանրապես այս վերջի ֆայթերը ու վերջի տարիները Կանելոյի բոյերը չի նայվում, իր ֆայթերը ինքը արդեն հետաքրքիր չի, ասում է այնքան հետաքրքիր չի, որ ես չեմ նայում, ինքը մտնում է ուղակի չեկի հետևից, ասում է, ասենց ոնց որ շարունակվի, էլ իրան ոչ մեկ էլ չի ուզենա ֆայթ տա, հետո հարցրեցին Կանելոյի ու Քրաֆորդի ֆայթը ելնելու է, ասաց եթե տենց պետք է բոյ անի, հաստատ չի լինի այդ ֆայթը։ Ես իմ կարծիքով մի քիչ այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ, փաստացի բոլորին կրում է, հասկանում ես, բան չասի, որ հա կարող է մի քիչ բանա հարաբերական է, կրում է, բայց ինքը չի ասում մասնագետները Sugar Ray-ն էլ էր խոսում բան, ահագին մարդ էր խոսում դրա մասին, ասում է ինքը իրանք չեն ասում, որ ինքը կրվում է կամ խոսքի իրան։ Ինչ նայվով չի անում, հա, ինչ։ Հետաքրքիր բոյ չի անում, հետաքրքիր չի անում, այս վերջի ֆայթի հետ կապված ես իմ կարծիքը ասեմ, հետաքրքիր չէր անում նաև նրա համար, որ մրցակիցը, որովհետև մրցակիցը ոչ մի բան չէր առաջարկում։ Հա, բան էր, վազքի մրցման էր հələ, Իմիջայլոց մի հատ շատ քիչ մարդ գիտի, մի հատ ինֆորմացիա տանք, որ իմանան դու գիտես, որ բանը Հրայրը Մաթևոսյան մեր իր հետ է Հրայրի հետ է դե պարապե հերոյի հետ է պարապե սպարինգներ արել այդ կուբացին Կանելոյի զույգը էլ ասում է այս վերջերս խոսում են ասում է գանարարը չեն տվել այդ տղու չեն տվել չէ չեն տվել պատճառը ինչն է եղել որ այդ կուբացին բոյից հետո ֆայթից հետո բաներին լրագրողներին ասել է կազմակերպիչը արաբ շեյխեր չէ ինչ որ ասել է որ միջև ֆայթը Կանելոյի հետ այդ շեյխը եկել է իմ առանձնասենյակ իմ սենյակ մտել է ասել է որ Կանելոյի հետ էս ֆայթանում մենք ենք կազմակերպել ուշադիր կլնես իրան վնաս չտաս զգուշ կաշխատես բան սենց բաներ ասել լրագրողներ չգիտեմ հիմա փաստն եմ քեզ ասում այս ամեն ինչը հասել է այդ կազմակերպիչներին այսինքն այդ արաբներին շեյխերին այդ մարդիկ է ասել են այտենց բան չի եղել ու քեզ որպես պատիժ այդ գանարարը քեզ չի հասնելու ասել դատի է տվել Իսկ այդ տեղեկությունս ասեմ միտից կարդացել ես թե ինչ Չէ ես հրոն այդ տղու հետ էր խոսում իրար հետ են ապրել հա իրար հետ են այդ կուբացու հետ իրար հետ սպարինգներ են արել սաղվախտ իրար հետ զբորներ են օրենքով էդի ոնց կարա կոնտրակտ է բոյի որ էդի ստորագրել է այդ փողի համար ինքը ոնց կարան չտան գցել են էլի հա դե այդ օրենքը ընդեն երևի ինդեի Անդեն գնացել, ընդե ստորագրել են իրանց տված թղթերն է։ Հիմա
Հա, բայց ինքն էլ է, ինչ խոսալու բան է, դաժե եթե տենց բան ա եղել, ոնց է սկայնում լրագրողներին տենց բան ասել։ Չի պատկերացրել, ինչ որ ձևով չի պատկերացրել, որ կարան իրան հասանելի գումարը չտան։ Դե պրինցիպի այդքան փողից ինչ որ պետք է տային ավելի լավա չտային էլի։ Չէ, հենց տոկոսներ էին հավաքել 2 միլիոն էր գանարար իրա։ Հա։ 2 միլիոնից 300,000 էին, չէ՞ իրան տվել։ Հայ տենց 2 միլիոնից կարծեմ 700 թե 800-ը մենեջերին էր հասնելու։ Հիմա մենեջերը դատի է տվել այդ կազմակերպիչ արաբներին։ Հա։ Այդ էր պատմում, մի քանի օրվա բան եմ ասում քեզ։ Այդ կուբացին հերոին էր պատմում այս ամեն ինչը, ու ասում է դատական process-ների մեջ ենք հիմա իրանց հետ, որ իմ գանարարը իմ փողը տան։ Ահա։ Հիմա տեից 800-ը պետք է մենեջերին տար։ Մենեջերը ավելի շահագրգռված պետք է լինի այդ փողի համար, որտեղ տեսակ է, չէ 100% վերցնելու, հա, Հետո էլ Գերմանիայում օրենք կա, որ ընդ ինչ որ աշխատածդ գումարի ես իմ ինչքան տոկոսը, հա, տալիս ես պետությանը։ Հարկ։ Ու կապ չունի դու գնացել ես արաբական էմիրություններում ես աշխատել այդ փողը, թե Գերմանիայում Բերլինում ես աշխատել, ստացել ես այդ փողը, պետք է տաս պետությանը։ Մի խոսքով վերջնական հաշվարկով իրան մի $350,000 փող են տալու։ Խայտարակություն հասկանում ես։ Պետք է վերցներ այդ 2 միլիոնը, ոտ էթար կուբա։ Ասում է ես էլ հերոին ասում չի վեկալում, ասենք գնա մի անգամից, ասենք իր երկրում ապրի, չէ թա Գերմանիայում։ Ասում է Գերմանիայում է ապրում, ընտանիքով իրանք տեղափոխվել են Գերմանիա շուտվանից։ 2 միլիոնով Կուբա նախագահի պես կապրեր։ Սաղ կյանքը։ Կուբայի նախագահ։ 2 միլիոն չունի, չէ՞ Կուբայի դոլար չկա։ Չէ, բայց տենում ես ինչ աբսուրդ է։ Այդ փողը պալյուբոմը վերցնելու են, անհնար է չվերցնեն, դու մի հատ բան պատկերացրու, ասենք, տենց մեծ գլոբալ շուխուր ընկնի, որ թեկուզ այդ խոսքի համար, այդ ասացի համար իր գանարը չեն տվել, որ ակցիոն արդեն չեն աշխատի այդ։ Չէ, այդ ինչ որ մի հատ օֆիցիալ տեղում գրված չի, որ ես քեզ։ Հա, ներքին կարգով ինչ որ բաներ, հա։ Ներքին կարգով խոսում են հետո։ Տանջում են, մի քիչ կտան, էլի։ FaceTime-ով խոսում էր, տեսա, բարևեցի բան, տենց։ Գերմաներեն իրար հետ շփվում էին։ Ու տենց ասեց, ասում եմ, ապշած են, որ ասում եմ, ոնց կարա տենց բան լինի, էլի, որ տենց քցեն մարդու բաքսորին։ Ահավոր հապեր։ Ահավոր է։ Բայց տենց բաներ էլ ալու, ասենք սիրողական չի, էլի։ Այդաս մեդալը կախեն վզիտ։ Հա դե այն վաղ գիտեիր գոնե մենակ մեդալ էր գցելուց մեդալ էր գցելու երկաթի կտոր էր։ Տալուց մի հատ կարա էր դու տայր չգցեին էլի վեկալին չեք տանջվում, հա։ Արա դե չէ շատ էինք ուրախանում այդ մեդալների։ Հա, բերում տունեն են ցեն կախում ոնց որ բաներ էլի, պապու բաններ, երկրորդ համաշխարհայինի մեդալներն էր։ Սաղ տնեցիկի ամեն անցնելու ցենց վրից թող։ Բոժին անում էին տղուս արձանները տղուս։ Արձանները։ Այդ կուբիկների վրա ինչքան էինք կարա ուրախանում մեծ բերում տունը դնում էինք տեղ չկարել։ Մաման մնում էր մեջը ծաղիկ դներ մաման։ Քո արձանը պետք է դինամոյում դնեն ընկեր։ Հա, Կիսանդրիս են ուզում դնել, բայց հələ շուտ է։ Բան կար, ինչ էր անունը։ Դինամոյում նկարներ կա, լավագույն անում սպորտսմենները այդ։ Հա, ես տեսել եմ, կոնը կա շատ շուտ։ Երթվում եմ այդ նկարը տենաս, կվատանաս։ Խի։ Ոնց։ Ինչ լավա չես տեսել։ Խազա։ Չէ, իր նկարը։ Հինը տեսել եմ փոքր վախտված նկարը։ Չէ, 10 թվի, մոտ արդեն 57 կիլո էի կրվում։ Եվրոպայից եկել էի, նրան մարդիկ որ այդտեղ են, падգամավորները նկարվում են, ասենց ծուրնուր։ Երթում երկար մազերով ես, պատկերացրի արդեն, չէ, մազերս կողտված թեթև պոչիկով, սպարտիվ կեն ասիքս, սպիտակ քաշած բուգուս ու այսպես դեմքով լուրջ, շատ լուրջ դեմքով, ասես նայում եմ, չգիտեմ ուր, դեմս չեմ նայում, բեգի, կող կա, ում եմ նայում, չգիտեմ։ Նենց է բերե հպարտ դրել եմ, ոնց որ գերազանցիկն էլ նայել։ Լսի, այդ որ տենց նայում են, էդի բանը, սովետից եկած բանա, չէ՞, չես տեսեն, հին բոքսորները, լավագույն սպորտսմենները։ Ասենք ես հիշում եմ սպորտ դպրոցում մեր այդ հին, ասենք հին սպորտսմենները լավագույն մարզիկների նկարները միջև հիմա սպորտ դպրոցում ինտերնատում կպցրած, հա, սաղ այսպես մի կողմ են նայում։ Ուր են նայում, չգիտես։
Սա sense մի կողմ Այդ բան էլի Հավսար զգաստի մոմենտները, Ստալինյան բան է էլի։ Չէ, մոդա է եղել, sense մեդալները sense են որ բանով կախած ու sense մի կողմ են նայում։ Sense մի կողմ են նայում։ Շտանգիստներ, բառեցելներ, բաքսոր թե նետաձիկ սա կողմ են նայում։ Ուր են նայում։ Կարող մի բան է եղել այդ կողմ։ Չէ, դա մոդա է, երկար մազերով սա։ Երկար մազերով Վարդմեններ երկար, օրը ինչքան էին խոսում վրես այդ երկար մազերի համար։ Ես չեմ պահել։ Սաղ խոսում էին, սաղ։ Պոչիկ ընդհանրապես չեմ պահել։ Այն որ իմը տենց չէր, դե նենց հիմա տենում ես կառ է մազերով, տենց չէ։ Որ պրոստը երկար է, հիմա քան 10 տարի է սենց է մազերս, 13 տարի է սենց է մազերս։ Դրանից առաջ մի քիչ սենց ասում ես սպայ։ Բայց вообще практик չէր, ապա բոքս անելուց սենց էին կանում մազերը կող գնա։ Вообще քրտը այն որ գլուխդ քրտնում էր, վառվում էր գլուխդ շլեմը հակդ, գլուխդ վառվում էր բոքս անելուց երկար մազետ, ինչ ձև էր խանգարում։ Բանը պատկերացնում ես։ Չէ, սենց ասում եմ, արի գիտես ինչից խոսանք, մի քիչ էլ պատասխանենք հարցերին, որոնք որ ունեին։ Հենց սենց էլ ոնց որ գրված է, fun question։ Եթե հնարավորություն ունեիք մարզել որևէ հորինված կերպարի, հերոսի, ում կընտրեիք եւ ինչու։ Ես պատասխան։ Պատասխանը դու ես։ Ֆան ձևով է պատասխան, ես օրինակ որպես հայ կուզենայի Սասունցի Դավթին մարզեի։ Ինչ օրինական է։ Սասունցի Դավթին, չգիտեմ։ Ձիերով իրար հետ այդքան կինո կարան, երկար սենց ձող էին ձեռները դնում էին ուսի տակ։ No, կապյո չէ։ Այն սենց փեդի նման դեմն է սենց բռունցքեր ինչ էր։ Կինոներում չես տեսել։ Ձիու վրա սենց դեպի։ Գետայի խփեիք իրար էլի տենց։ Չէ։ Հիմա ում էլ ասես հորինված, ասենք Բեթմենին ասես, Բեթմենին ինչ պարապ։ Պատկերացրեմ այդ։ Բեթմենին ինչ պարապցնեցի, պարապացա։ Սաղ կա, ինչ։ Հա մի քիչ նիհար մեկին տենց որ պարապելու կարիք ունի։ Ջեք Վարաբեին, չգիտեմ ում։ Ջեք Վարաբեին ժիմանել կտայի, չգիտեմ, պրիսետ կարով, բայց իսկական կարով, գանտելով, այն վաղտով ինչ կար, ինչ գանտել, կար կտայի, ժայռից։ Դու կպարապասնեիր։ Ես հալկին, խի ասա։ Խի է։ Որտեվ սաղ կյանքներդ հալկ ասիկ, զբորներ ժամանակ օֆրում էր ասմեր կանաչան էլի։ Հետաքրքիր կլներ էլի։ Որ ջղայնանում էիր, ասում ենք չկանաչես։ Չկանաչես էլի, ենքան չկանաչա, հետա։ Հալկ էդ բես ջոգում ես, հալկ են մեծ, ստե բերեիզալ։ Շատ հետաքրքիր։ Ես դու հալկը։ Սովածելնելուց եթե այնտեղ հաց ուտեինք, ես դու խալկը։ Մի հատ երեխա էր բաներ գրել, քաշ գցելու հետ կապված բաներ գրել։ Ես եթե ճիշտ եմ հիշում, ԱՏՊՏ լինի։ Ես բաքսոր եմ, ես ջրով փորձել եմ քաշ գցեմ, բայց չի լինում։ Կահանում արդիկ ովքեր որ ջուրը խմելով հեշտ իջնում են, բայց ես չեմ կարող։ Ինչ որ այտենց մի հատ հարց էր։ Ինքն է երևի հավաքականի անդամ էր, թե ինչ Եվրոպայր կպ այտենց բաներ գիրե։ Այդ տղուն եմ ուզում ասեմ, որ այտենց մարդ չկա, որ բոլորիս օրգանիզմները նույնն է։ Ինչ որ յուրահատուկ տարբերություն չկա։ Իմ ու քո օրգանիզմի մեջ Եթե դու ջրով չես կարացե քաշ գցես, բայց տեսել ես մեկին ով որ ջրով քաշա գցում, ուրեմն դու մի բան այն չես անում։ Ուրեմն քո սննդի մեջ ինչ որ բաներ ես օգտագործում, որը որ ջուրը պահում է ու դրանով դժվարացնում է քո քաշ իջնելը ու էդի քո մոտ առաջացնում է մտքեր, որ ջրով ես չեմ կարող քաշ իջնեմ։ Դրա համար եթե կուզես անձնական էջերիս գրի կամ ինձ կամ գորին, մենք ես կօգնենք խորհուրդներով, անպայման կօգնենք ու ոնց որ կհեշտացնենք գործը։ Կբացատրենք որտեղ ոնց։ Որովհետև տարբերակ չկա, էլի, բնականաբար, ասենք եթե լիներ 10 հոգուց 2-ի 3-ի մոտ ասենք էդի չստացվեր, անհնար է, էլի։ 10-ից 10-ի մոտ մեր պրակտիկայում եղել է։ Կարող է մի քիչ առաջի անգամ անում կամ նոր սկսել տենց իջնել չի ստացվել, բայց նոր սկսել էինք
քանի հոգի մարդ կար առաջի անգամից որ անում էր խոսքի ասում էր օ չեղավ վերջի օրը խնդրեմ էր տալիս բայց այդ մի անգամ որ ճիշտ հասկանում ես ձևը ոնց պետք է անես հետո արդեն ավտոմատ ամեն ինչը գնում է Այստեղ ունենք մի հատ էլ հարց, ինչ եք կարծում, ինչ խոչընդոտներ դեռ կան կանանց համար սիրողական բռնցքամարտում եւ ինչ եք կարծում, ինչպես կարող են մարզասրահները եւ մարզիչները օգնել կոտրել այդ կարծրատիպերը։ Հիշում եմ այդ հարցը, շատ լավ հարց է։ Ինձ թվում է առաջի հերթին, եթե հայկական Հայաստանում մարզվող աղջիկների մասին է խոսքը կամ ովքեր որ կուզեն մարզվեն, եթե այդ աղջիկների մասին է խոսքը, ես ասեմ, որ մենք հավաքական շատ լավ հավաքական ունենք աղջիկների։ Ես ճիշտն ասած մի քիչ բան թվացնար ինձ, ոնց որ սիրողական բռնցքամարտ ավելի նկատի ունի, ոնց որ սիրողական պարապելու մասին, ոչ թե կարիերայի սպորտային աղջիկների, այլ տենց պրոստը սիրողական որ աղջիկները գնում են բռնցքամարտի։ Մենք հեսա ընդհանուր Երկուսին էլ դավայ պատասխանենք, որն էլ լինի, որ Չէ, եթե սիրողական հավաքական մտնելու համար այդ հարցը ուղղվեց, ես ես կպատասխանեմ, որ հավաքականը շատ լավ հավաքական ունենք աղջիկների, շատ լավ մարզվում են, ոչ մի բանից էլ չեն կաշկանդվում ու հələ ասեմ ավելին, որ միշտ մեդալներ ունենք աղջիկների Շատ ուժեղ աղջիկներ ունենք, Եվրոպայից, աշխարհից կարծեմ երիտասարդների մեջ էր վերջերս էլի մեդալ էինք ունեցել Հայաստանի իսկ ընդհանրապես սովորական մարզվող աղջիկներ ովքեր որ ուզում են ուղակի մարզավիճակը պահեն ինձ թվում է եթե իրանք գտնում են որ խնդիր կա մարզվել կամ չմարզվել sense հարց կա իրանց դեմը պրոստը պիտի մենտալիտետը փոխվի մեր Հայաստանում հենց է որ հաստատ կա այդ բանը էլի այդ մտքերը մարդկանց մոտ կա վայ այդամ պարապ աղջիկը միշտ բոքսի բան չէ ուրիշ ձև է մի քիչ այդ կամ խոսքի նույն այդ աղջիկների ծնողները աղբերները միշտ այդ բանը եղել է մեր մենտալիտետի մեջ կա ես հասկանում եմ այդ մենտալիտետի խնդիրն է այստեղ որ աղջիկը հասկացանք կարա գնա աղջիկների խմբի մեջ մարզվի ոչ մի բան Թեկուզ աղջիկների խումբն էլ էական այդքան չի նալ աղջիկ տղա կապ չունի ստե միտքը բոքսն է հասկանում ես որ մարդկանց մեջ մտածա որ աղջիկը բոքսի պիտի չգնա կամ չգիտեմ բայց այդ բոքսը կայֆ է հասկանում դե չէ այդ գալու հասկանում է կներես էլի էդի ասում են այն մարդիկ այդ կարծրատիպը կային մարդկանց մոտ, ովքեր որ ընդհանրապես տեղյակ չեն աղջիկների մարզումներից, որովհետև մենք մարզում ենք աղջիկների թե ստեղ, թե Երևանում, մի անգամ իրանք վնաս տված չկանք, իրանք չեն գալիս թե բոքս անելու, իրար երեսի խփելու, իրանք ուղղակի բոքսը ինչ է, մեծամասամբ կարդիո վարժություններ է, իրանք գալիս են մարզավիճակը պահելու իրանց լավ զգալու համար, ուժեղ լինելու, որ ասում ենք բոքս պարապել, եթե ասում են աղջիկը որ բոքս պարապի կամ չպարապի, այն մարդիկ ովքեր տեղյակ չեն, աղջիկները իրանց համար պարապող ուղակի այդ մարդիկ չեն գալիս թե որ երեսներին հարված ուտեն կամ ինչ-որ մի հատ վնասված կստանան, ընդհանրապես այտենց վարժություններ չենք տալի, այտենց խնդիրներ չենք առաջացնում մարդկանց համար ովքեր որ ուզում են աղջիկներից մարզվեն, թո գոնե մի անգամ փորձեն բոքս պարապել։ Ու ամենակարևորը, բացի որ դու սպորտի մեջ ես լինում, բացի կարդիոն, բացի այն սիրուն, չգիտեմ, կոմբինացիաները, որ դու սովորում ես, սիրուն աշխատանքը, որ դու անում ես, որտեվ այդ ինչու եմ շեշտում սիրուն, որտեվ հիմա մարդիկ կան մեր ջիմում, որ ես իրանց հետ աշխատում եմ, ինձ եթե հաճելի է բնականաբար իրանց երկու անգամ հաճելի է, որտեվ իրանք այնց կոմբինացիաներ են անում, այնց մարզում են անում, ձեռքերի վրա այնց աշխատանք են անում, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է այնց բաներ անում, սպորտսմենն է պրոֆեսիոնալ այնց բաներ անում։ Այսինքն եթե դու սովորական մի աղջկանից կարող ես ստանաս այդ մակարդակի բռնցքամարտիկ, բնականաբար ով չի կռվում, ով պրոստը էդի սովորում է, որ իմանա ինքը ու պաշտպանում է իր, չգիտեմ Մարդ ես, Ամերիկայում ենք ապրում 1000 բան կարա լինի, իրանք այն կարգավիճակի են մարզվում, որ միտեղ նաև կարան իրանց պաշտպանեն, հաստատ վստակ կարանք ասենք, որ նաև կարան իրանց պաշտպանեն։ Իհարկե կարան, բացի այդ կներես գոր, բացի այդ որ գալիս են օրինակ աղջիկը նույն այդ մարդիկ, որ մտնում են
ոնց որ շաբաթ, sense պարապմունքի վրա ինչ որ բաներ ավել են հաղթահարում, ինքնավստահությունն էլ է բարձրանում մարդկանց մոտ։ Նույն աղջիկն էլ, տղեն էլ տարբերություն չկա, հոգեբանությունը նույնն է։ Հոգեբանությունը ճիշտ է ասում։ Նույն աղջիկները այդ որ ուզում են հասկանան, մի հատ փորձեն, ուղղակի մի քանի մարզում անցկացնեն բոքսի դահլիճը։ Մի մարզում ընդամենը կարան գան փորձեն հասկանան, որ այդ իրանց պատկերացրած բոքսը չի։ Իրանք կռիվ չեն արելու, իրանք ստե այնց կայֆ ժամանակ են անցկացնելու այդ մի ժամը, որ տպավորված դուրս են գալու ջիմից ու սաղուր իրանց մտքում այդ վիճակն է լինելու, որ իրանք ինչ լավ օր անցկացրեցին, լավ պարապմունք արեցին։ Ու ամենակարևորը, որ մարդիկ կան, որ ունեն ինչ-որ խնդիրներ, ինչ-որ ստրեսային վիճակ է իրանց մոտ, ներվային վիճակ է, չգիտեմ, առօրյա կյանքում ունեն խնդիրներ, բանը, գալիս են ստեղ, այդ հարվածային ձև է, չէ, այդ հարվածով այդ դժգոհությունն են իրանց արտահայտում, խփում են դուրս է գալիս, այդ մեջից թեթևանում են ու դուրս են գալիս արդեն լրիվ հանգիստ, նորմալ վիճակում։ Ուզում ասեմ, հոգեբանական խնդիրները կան էլի, որ կարաս լուծես պարապմունքի միջոցով, բռնցքամարտի միջոցով, ինչու՞ չէ։ Վիկտորիա Սիկրետի մոդելներին 90%-ը բոքս է պարապում։ Դաժե Ադրիանա Լիման Պակյաոյի հետ էր պարապում։ Լուրջ եմ ասում, իրար հետ պարապում էին։ Այդ ի՞նչ է նշանակում։ Դա շատ բան կա։ Դժվար Պակյաոն բոքսեր Լիմային էլի, ներվայնանար բոքսեր։ Չէ, Ամերիկայում ասում եմ, մանավանդ Ամերիկայում բանը հանգստացնելու համար շատերը ինչ են օգտագործում, ինչ են առաջարկում մեկը մեկին։ Չասեմ, բոլորս հասկացանք։ Մենք առաջարկում ենք բռնցքամարտ։ Եկեք ու տեսեք ոնց եք թուլանում, ոնց է ձեր ներվերը հանգստանում։ Ու բարձր մակարդակի բռնցքամարտ։ Շատ բարձր մակարդակի բռնցքամարտ ենք առաջարկում։ Հուսով եմ մարդիկ մեր խոսալուց, մեր խորհուրդներից ինչ-որ բաներ քաղեն, գոնե կփորձեն, գոնե կհասկանան, որ այն գրված բաներ կա, չէ, որ միշտ sense գրված է, ուրեմն էդի գրվածը ճիշտ է, չէ, կան բաներ, որ պետքա գնաս, մտնես, այն քիթդ խոթես հայավարի ասած, փորձես ու դու հասկանաս, էդի ճիշտն է, թե սխալն է, էլի։ Այդ գրվածը միշտ չի որ ճիշտն է։ Հա, լիքը մարդու համար ճիշտ է կամ է սխալ է, բայց ամեն մարդ ինքը պետք է հասկանա իրան ինչա պետք, ինչ պետք չի, ինչով է ուզում զբաղվի, ինչն է իր օրգանիզմին լավ, ինչն է վատ։ Դրա համար ժողովուրդ ջան, փորձեք, մի կաշկանդվեք, մի քաշվեք, ոչ մեկի, հա, չեմ ասում լրիվ գլոբալ ոչ մեկի, բայց հիմնական մասայի կարծիքը պետք չի ընդունել ու էդի համարել ճիշտ ու շարժվել դրանով առաջ, էլի։ Ամեն մեկը ապրում է հիմա իրան ոնց հարմար է, ոնց ուզում է ապրի ու դա է ճիշտը իմ կարծիքով։ Ու եթե լավ բան եք անում, եթե լավ բանի համար եք մտնում մարզադահլիճ, կապ չունի ինչ կխոսան, ինչ չեն խոսա, կարևորը դուք մտնեք, մարզվեք, ձեզ լավ զգաք։ Կամ բան։ Այսքանը այսօր մի մոռացեք հետևել մեր էջին, զանգակի կոճակը, բութ ու լիքը լավ բաներ մեզ գրեք։ Սիրում ենք ձեզ շատ, կհանդիպենք։